Տարբեր երկրների հեղինակավոր պարբերականների ու լրատվական հարթակների քննարկումների առանցքում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցն է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանում, թե Արևմուտքի հետ համագործակցության խորացում։ Գերմանական Deutsche Welle-ն գրում է, որ հունիսի 7-ին հայ ընտրողները քվեարկել են ոչ միայն քաղաքական ուժերի օգտին, այլև ըստ էության երկրի ապագա աշխարհաքաղաքական ուղղությունն են ընտրել։ Ընտրությունները կլինեն հանրային կարծիքի փորձություն Ռուսաստանի վաղեմի դաշնակցի համար, որի բնակչությունն ավելի ու ավելի է հայացքն ուղղում Եվրամիության ուղղությամբ։ Հայաստանի քաղաքացիները ոչ միայն ընտրում են նոր ազգային ժողով, այլև քվեարկում են երկրի ապագա աշխարհաքաղաքական ուղղության վերաբերյալ։ Սեղանին դրված է կամ Եվրամիության արագ ինտեգրումը, կամ Ռուսաստանի ազդեցության ոլորտ վերադառնալը։ Արտասահմանյան մամուլի հրապարակումներում առանձին անդրադարձներ են եղել նաև տարածաշրջանային իրադրությանը եւ այն գործոններին, որոնք կարող են ազդեցություն ունենալ երկրի հետագա քաղաքական ու տնտեսական ընթացքի վրա։ Որոշ հոդվածներ կենտրոնացել են Հայաստանի ներքաղաքական օրակարգի վրա, մյուսները ընտրությունների հնարավոր արտաքին քաղաքական նշանակության։ ՌԻԱ Նովոստի թղթակիցը նշել է, թե ընտրությունների օրը Երևանի փողոցներում իշխող կուսակցության օգտին քարոզարշավ անցկացնելը շատ ավելի տարածված է եղել, քան մյուս քաղաքական ուժերի համար։ Մայրաքաղաքի բնակիչները դժվարությունների բախվեցին որոշ ընտրատեղամասերի հասցեի փոփոխության պատճառով։ Ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացվել են միայն Հայաստանի տարածքում։ Հանրապետության օրենսդրության համաձայն արտերկրում ընտրատեղամասեր չկան։ Միջազգային մամուլի նման հետաքրքրությունը թերևս պայմանավորված է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Տարբեր լրատվամիջոցներ փորձում են իրենց լսարանին ներկայացնել առավել ամբողջական պատկեր, համադրելով պաշտոնական տեղեկությունները, տեղում աշխատող թղթակիցների հաղորդումները եւ մասնագիտական վերլուծությունները։ 3 միլիոն բնակչություն ունեցող այս փոքր հարավկովկասյան երկիրը Մոսկվայի կողմից աճող տնտեսական ճնշման տակ է։ Ընտրությունները միջազգային զգալի ուշադրություն են գրավել Հայաստանի վրա, որը կայուն մոտեցել է Արևմուտքին, միաժամանակ շարունակելով կապված լինել Ռուսաստանի հետ իր ամենամեծ առևտրային գործընկերոջը։ Մինչև պաշտոնական արդյունքների ամբողջական ամփոփումն ու միջազգային կառույցների վերջնական եզրակացությունները, արտերկրի մամուլը շարունակում է հետևել Հայաստանում ընթացող զարգացումներին, ներկայացնելով իրադարձությունների ընթացքը եւ դրանց շուրջ ձևավորվող արձագանքները։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։